Ողջույն, Realpolitik-ն է եթերում, սկսում ենք մեր նոր եթերաշրջանը եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ, որ ներկայացնեք Եվրոպական միության եւ Եվրոպական միության պաշտոնյաների վերջին շրջանում մեր տարածաշրջանի նկատմամբ ունեցած այսպես հետաքրքիր նրանց վերաբերմունքը, հայտարարությունները կարողանաք գնահատել եւ նաեւ արդյոք իրականում Եվրոպական միությունը սկսում է լրջորեն հետաքրքրվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով եւ առավելապես երկրներից յուրաքանչյուրը որքանով կարող է հետաքրքրություն ներկայացնել Եվրոպական միության համար եւ ինչու։ Շնորհակալություն։ Եվրոպական միությունը Հարավային Կովկասի նկատմամբ ունի յուրահատուկ վերաբերմունք, որը արդեն վերջերս դարձավ տեսանելի բոլորիս համար։ Նախ ասեմ, որ Եվրոպական միությունը այսօր Հայաստանի հարաբերությունները կառուցում է 1997 թվականին ստորագրված գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով, որը իրավական հիմքն է հանդիսանում հետագայում մշակված բոլոր ձևաչափերի համար, մասնավորապես եվրոպական հարևանություն քաղաքականության եւ դրանից հետո արդեն իր արևելյան հարևանների նկատմամբ ցուցաբերված առանձնահատուկ ուշադրության պայմանավորված լեհ-շվեդական նախաձեռնությունը, որը կոչվեց Արևելյան գործընկերություն։ Այն ներառում իր մեջ 6 պետություններ, որոնցից 3-ը տեղակայված են Հարավային Կովկասում եւ հետեւաբար դրանով է պայմանավորված Եվրոպական միության կողմից մեր ռեգիոնի նկատմամբ այդ վերաբերմունքը։ Դուք ճիշտ եք, մենք վերջին շրջանում, մասնավորապես մայիս ամսվա ընթացքում մենք ունեցանք 5-6 բավականին բարձրաստիճան ներկայացուցչական այցեր Եվրոպական միության կողմից, որը իմ կարծիքով պատահական չէր։ Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ Եվրոպական միությունը պաշտոնապես մշակեց եւ շրջանառության մեջ դրեց հարավային միջանցք ծրագիրը, նախագիծը, որը նախատեսում է ցամաքային կապ ստեղծել Արևելքի եւ Արևմուտքի միջև։ Դա կապված է նրանով, որ ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտի արդյունքում ստացվեց այնպես, որ ռուսական տրանզիտը այլևս դարձավ ոչ վստահելի ուկրաինական, նույնպես եւ Եվրոպական միությունը արդեն իսկ ստիպված եղավ մտածել էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ եւ այդ տեսանկյունից ամենաօպտիմալ տարբերակը դարձավ Հարավային Կովկասը, որով կարելի է միացնել կենտրոնական։ Կարող ենք ասել, որ այդ համագործակցության հիմնական բաղադրիչը հենց էներգետիկան է եւ էներգետիկա քողարկված այսպես պատճառային մասով այո, սակայն դա ընդհանրապես որպես դիտարկել որպես վերջնական նպատակ, մինչդեռ այն ուղեկցվում է նաև այլ process-ներով, գործընթացներով, մասնավորապես խաղաղության հաստատման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, տնտեսական համագործակցության, այն ունի բազմաթիվ կոմպոնենտներ, որովհետեւ կարողանա ամբողջությամբ գործարկել հարավային միջանցք ծրագիրը, նրան պետք է ամբողջապես կայուն ռեգիոն։ Իսկ այսօր կայունությունը մենք գիտենք, որ Հարավային Կովկասում թերևս հեռու է այսպես լինելուց, քանի որ ունենք մեկ չկարգավորված բավականին լուրջ սոցիալական մեծ կայունություն պարունակող կոնֆլիկտ, որը դա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ հակամարտությունն է։ Եվրամիության համար չկարգավորված է համարվում նաև օսեթական եւ աբխազական հակամարտությունը։ Նու ըստ էության կարելի է համարել նրան որպես չսպառնացող, քանի որ ինքը այլևս չի սպառնում անվտանգությանը եւ ռազմական գործողությունների վերսկսման հեռանկար այստեղ դերևս դժվար է գտնել, իսկ որը չի կարելի պնդել արդեն Լեռնային Ղարաբաղի պարագայում, որովհետեւ այստեղ ամեն րոպե կարող են վերսկսվել պատերազմական գործողությունները, հատկապես ադրբեջանական ռազմական ռետորիկայի ֆոնին։ Ինչի կդարձնի այդ հակամարտության վերսկսումը ինքնին հարավային միջանցքի հնարավոր մեկնարկը եւ այդ միջանցքի իրագործումը։ Հայաստանը հստակ հայտարարել է, որ չի տեսնում իրեն Եվրոպական միությունում, թեև նաև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից մենք լսել ենք, որ մենք եվրոպական ընտանիքում ենք մեզ տեսնում եւ եվրոպական արժեհամակարգն է մեզ համար ավելի հոգեհարազատ եւ մենք Եվրոպական խորհրդի անդամ ենք, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շատ ակտիվ ներգրավված ենք։ Հարավային Կովկասում Վրաստանը օրինակ հստակ իր ցանկությունների մասին չի թաքցնում եւ հստակ կողմնորոշված է դեպի Եվրամիություն եւ Եվրամիության կառույցները եւս խրախուսում են Վրաստանին հնարավորինս ուրեմն արագ ինտեգրելու համար այդ երկիրը իր կառույցներին։ Մենք անկախ պետությունների համագործակցության եւ նաեւ ՀԱԲԿ կազմակերպության անդամ ենք, որը տարածաշրջանում փաստորեն միակ երկիր է լինելով, մեծապես ուրեմն այստեղ ռուսական շահերն ենք ներկայացնում եւ այստեղ կարող է լրջագույն նաեւ սպառնալիք լինել Մոսկվայի
կողմից այն իմաստով, որ Ռուսաստանը կարող է բավական խանդոտ վերաբերել Եվրամիության այս նոր նկրտումներին։ Ինչ եք կարծում, Եվրոպան որքան համար կգտնվի եւ որքան կփորձի ուրեմն առաջ մղել իր շահերը, իր սեփական շահերը։ Ասեմ, մինչև 2009 թվականը Հարավային Կովկասի համար պայքարը հիմնականում գնում էր Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Մինչդեռ 2010 թվականին Եվրոպական խորհրդարանի 2216 բանաձևի ընդունումը Եվրոպական միությունը Հարավային Կովկասը հռչակեց որպես ռազմավարական նշանակության կարևորության ռեգիոն։ Արդեն իսկ հայտ ներկայացնելով իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան հաստատել Հարավային Կովկասում։ Դա թերևս աննախադեպ էր, քանի որ ավանդական Ռուսաստանի քաղաքական ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում իհայտ է գալիս նոր խաղացող, որը հայտ է ներկայացնում փոխարինել ռուսական, այսպես կոչված երկարամյա մեկդարյա աշխարհաքաղաքական հեգեմոնիային, որը կարծում եմ առաջիկայում կտա իր արդյունքը։ Արդեն իսկ երևում է տեսանելի է, որ Եմեն բավականին հաստատակամ է իր դիրքորոշման մեջ եւ այդ նպատակով ունի բավարար աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռեսուրսներ, որպեսզի կարողանա իր ծրագրացը իրականացնել, դա արդեն իսկ երևում է նրանով, որ Վրաստանը ամբողջությամբ կողմնորոշված է դեպի Եվրոպա, Ադրբեջանը նավթագազային այդ ուրեմն իր համագործակցության մեջ, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մեծ ամասամբ կախված է արևմտյան նավթային ընկերություններից եւ մեծ եւ խոշոր բիզնեսի շահերից, այստեղ մնում է խնդիրն համենը Հայաստանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի այն դիրքորոշումը, որ արտահայտվում էր Եվրոպական միությանը պաշտոնապես անդամակցության, այսպես հայտ չներկայացնելու հետ, դա ակտուալ է 2007-2008 թվականներին, մինչդեռ իրավիճակը փոխվել է այսօր Հայաստանում։ Եվ միանշանակ պնդել, որ Հայաստանը չի պատկերացնում երկարաժամկետ հեռանկարում իր անդամակցությունը Եվրոպական միությանը, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի լինի։ Զուտ այն իմաստով, որ Հայաստանին առաջարկվեց փաստորեն ասոցիացիան համաձայնագրին մասնակցել, այսինքն մտնել Եվրոմիության հետ որակապես համագործակցության այլ հարթություն, այլ մակարդակ, որը բնականաբար ընդհանրում բավականին լուրջ բարեփոխումներ Հայաստանում։ Ես որքանով որ ես տեղյակ եմ, այդ պայմանագիրը ստորագրելու նպատակով Եվրոպական միությունն դրել է բավականին լուրջ նախապայմաններ, որոնք կապված են ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, դատաիրավական համակարգերում եւ ըստ իմ տեղեկությունների Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես համաձայնվել է այդ նախապայմաններն իրականացնել։ Նախագահան բազմիցս է դրա մասին խոսել, որ եվրոպական ինտեգրում այլընտրանք չունի, որ Հայաստանն իր ապագան կապում է եվրոպական ընտանիքի հետ, իսկ Ռուսաստանը դարերով եղել է ուղղակի մեր ժողովրդի բարեկամ, դիտարկվել է որպես մեր անվտանգության երաշխավոր, մինչդեռ պրակտիկան ցույց տվեց, որ դա այնքան էլ իրականությանը մոտ չի։ Մասնավորապես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տարվող այդ քաղաքականության մեջ մենք տեսնում ենք ապակառուցողական էլեմենտներ, որ դեռևս Ռուսաստանը չի կարողանում հրաժարվել իր կայսերապաշտական նկրտումներից եւ առաջնորդում է բացառապես իր նեղ պետական շահով, հաշվի չի առնում իր ռազմավարական գործընկերոջ շահը, իսկ դա արդեն հասարակության մեջ զգացնել է տալիս այդ տրամադրությունների առկայությամբ, քանի որ ես չէի կարող պատկերացնել, որ 2007 թվականին կարելի էր խոսել ռուսական ռազմական բազայի նպատակահարմարության մասին, մինչդեռ այսօր բավականին լուրջ վերլուծաբաններ խոսում են, թե որքանով է դա անհրաժեշտ Հայաստանին եւ դրա դուրսբերում արդյոք կվտանգի Հայաստանի անվտանգությունը, թե ոչ։ Սա իրոք պրոգրես է, սա իրոք քաղաքացիական գիտակցության եւ պետականության նկատմամբ բարձր հարգանքի դրսեւորում է, որը նկատվում ենք այս բանին մենք։ Եվ հետո գնում է ուրեմն պատմական ասպեկտների վերաիմաստավորում։ Մենք տեսնում ենք, որ այնպիսի պատմական փաստեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանում մեզ ներկայացվում են որպես ռուսական փայլուն պրոհայկական եւ հայերի անվտանգության պաշտպանությանը միտված ծրագիր, իրականում դա եղել է զուտ ռուսական իմպերիալիստական շահերը սպասարկելու համար։ Մասնավորապես կարող ենք նաեւ ասել Ղարաբաղի կորուստը, Նախիջևանի կորուստը, Կարսի նահանգի կորուստը, դրանք ինչ են, դրանք ռուս-թուրքական համաձայնության արդյունք էին, որոնք ի վերջո հաջողվեց Հայաստանի շահերի հաշվին։ Այսինքն որոշեցին, որ Հայաստանը կարող է ունենալ Կարսի նահանգ, բայց ունենա Ռուսաստանը բարեկամ Թուրքիա։ Այս բարակայում իհարկե հասարակությունն ինքը արդեն կարող է կողմնորոշվել։ Ես ինչ խոսք, ես կողմնակից եմ Ռուսաստանի հետ հիրավի բարեկամական հարաբերությունների։ Իրոք հիմնված պետությունների հավասարության, իշխանության սկզբունքի փոխադարձ շահի վրա։ Մենք պետք է ստիպենք Ռուսաստանին հարգել մեր շահը։ Նա հակված չի հարգելու մեր շահը։
նա հակված է ավելի շուտ առաջնորդվել իր սեփական շահով եւ գնա ամեն ցանկացած քայլի, որպեսզի կարողանա դա անել։ Վրաստանին դժվար ծանր գնով հաջողվեց դա, ինքը պարտադրեց Ռուսաստանին հաշվի առնել նաեւ իր ազգային ներպետական շահը։ Հիմա այսօր մենք ունենք փայլուն հնարավորություն, ոսկե հնարավորություն, դա նույնպես համոզել Ռուսաստանին, որ գիտեք, եղբայր, արի եղբայրություն անենք, բայց դու իմ տերը չես։ Մենք պետություն ենք, ինքնիշխան պետություն ունենք Ղարաբաղյան խնդիր եւ ըստ քաղաքական գործիչների հենց Ղարաբաղի պատճառով մենք այլընտրանք չունենք եւ Ռուսաստանը, որը իր ձեռքում է պահում Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին, ըստ էության նաեւ ստիպում է, որպեսզի Հայաստանը այսպես կարճած մնա ռուսական այն իրերի դրությանը Ռուսաստանի կողմից պարտադրված, որում մենք այսօր ապրում ենք։ Ինչ է պատկերացնում, ինչ կարող է տեղի ունենալ մենք, որ ունենք Ղարաբաղյան հակամարտության այդ բեռը, որը պետք է պատվով կարողանանք հասցնել ավարտին եւ կարգավորման հասցնել այնպես, որ սերունդները նաեւ դրանից ոչ ամաչեն, ոչ ափսոսան։ Ոնց եք պատկերացնում։ Մինչև 1-2 ամիս առաջ միգուցե ես հետ նաև կլինեի համաձայն եւ նաև կողքին կանգնեի դիրքորոշման մեջ, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, որտեղ որ Ռուսաստանը կարող է ապակայունացնել, նաև ասենք անվտանգությանը վտանգ սպառնել Հայաստանի, մինչդեռ Կազանի հանդիպման տապալումը վերջնականապես ապացուցեց, որ Ռուսաստանն այլևս չունի այն ազդեցությունը Հարավային Կովկասում, որպեսզի կարողանա ինչ-որ ձևով ապակայունացնել իրավիճակը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման process-ում 9 անգամ կազմակերպելով հանդիպում այս երկու ներկայացնի նախագահներ եւ չկարողանալով հասնել ինչ-որ մի շոշափելի առաջընթացի, վկայում է այն մասին, որ Ռուսաստանն այլևս կորցրել է իր հեղինակություն եւ ազդեցություն։ Դա վերջին հանդիպումները թերևս ավելի հետընթացային բան ունեին։ Այն իմաստով, որ օրինակ Աստրախանի հանդիպումը ընդհանրապես հասավ նրան, որ գերիների փոխանակման հարցը սկսեցին նախագահները քննարկել, երբ այդպիսի հարց ընդհանրապես նախագահների մակարդակով չէր քննարկվում։ Դրանք շատ ավելի ներքևներում, ավելի լոկալ, այսպես փոքր։ Այսինքն ստացվեց ինչպես, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստ չէին ռուսական միջնորդությամբ գնալ խաղաղության։ Միգուցե դրա համար որպես վատ նախադեպ հանդիսացավ ռուս-վրացական պատերազմը օգոստոսյան։ Երկու երկրների նախագահներն էլ չեն վստահում Ռուսաստանի կարողությանը անվտանգության ապահովման։ Դա ես չի կարող պնդել հենց մեր պարագայում Հայաստանի, բայց Ալիևի պարագայում դա միանշանակ է։ Դա աչքի առաջ ունի եւ տեսնում է Աբխազիայի Հարավային Օսեթիայի օրինակը, որ ցանկացած պահի կարող է գնալ Ռուսաստանը իր խաղաղապահ առաքելության շրջանակներում իրավիճակի ապակայունացման եւ սպառնալ հետագայում։ Այդ դեպքում Հայաստանը, որը փաստորեն այստեղ հանդես է գալիս պրոռուսական դիրքերից, պետք է որ շահագրգռված լինի, որ Ռուսաստանը։ Ինչ խոսք, բայց այստեղ գիտեք ո՞րն է խնդիրը։ Ռուսաստանը հակված էր ավելի շատ բավարարելու Ադրբեջանի շահը, որպեսզի կարողանա գնա համաձայնության։ Այն հաշվով վստահելը, որ Հայաստանին կարողանա ճնշել ինչ-որ բան պարտադրել։ Մինչդեռ Հայաստանի վրա ազդեցության ավելի մեծ է։ Մինչդեռ պրակտիկան ցույց տվեց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ, որտեղ մենք ունենք իրականում պետականամետ իշխանություն եւ որևէ իշխանություն Հայաստանում չի կարող գնալ անհարկի զիջման Լեռնային Ղարաբաղի հարցում։ Դա ուղղակի դա ինչի Ստեֆան Ֆյուլեն հյուլիս ամսին հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է մասնակցել Ղարաբաղյան կարգավորմանը ֆինանսապես, այսինքն տնտեսապես, այնտեղ հետ կոնֆլիկտային կարգավորման եւ ինֆրաստրուկտուրային, այսպես ենթակառուցվածքային լուրջ ներդրումների տեսքով։ Իմ վերջին շփումները նաեւ Եվրամիության տարբեր փորձագետների հետ վկայում են այն մասին, որ Եվրամիությունում հստակ արդեն պլանավորում են, թե որքան գումարներ պետք է տրամադրվեն վերականգնման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո։ Ինչպես եք պատկերացնում Եվրամիությունը ուղղակի ինչպեսի դերակատարություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա։ Որոշիչ եւ վճռական, իմ խորին համոզմամբ։ Ինչի վճռական է որոշ, որտեղ նոր շեշտեցի, որ Ռուսաստանի Սոլոն, որ իրականացրեց այս 9 հանդիպումների մեջ, դերևս չուներ արժեքային բազիս։ Այսինքն ինքը չհավատալով խաղաղությանը, չունենալով իր մեջ խաղաղության հարիր արժեքային համակարգ եւ նվիրվածություն, դրանց փորձում է ինչ-որ խաղաղության միջնորդական առաքելություն իրականացնել։ Նա կարող է միգուցե խաղաղություն պարտադրել։ Դա լավին կարելի Վրաստանի պարագայում, նաեւ կան ուրիշ դեպքերում, բայց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում խաղաղություն պարտադրել ուղղակի չես կարող
դա այն կոնֆլիկտը չի, որտեղ կարողանաս խաղաղություն ստիպես։ Իսկ ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպական միությունը ինքը բավականին նվիրված էր արժեքային համակարգին եւ հիրավի շահագրգռված Հարավային Կովկասի երկարատև խաղաղությամբ եւ կայունությամբ։ Այդ իսկ պատճառով Արևմուտքը եւս ունի այդպիսի փորձ, օրինակ Դեյթոնով Սերբիային պարտադրվեց ագրեսիա էր, դա լուրջ ագրեսիա եղավ Սերբիայի կողմից։ Պարտադրվեց խաղաղություն, այսինքն ինչն է խանգարում, որպեսզի Ռուսաստանը եւս այստեղ փորձի իր կանոնների սահմաններում հենց խաղաղություն պարտադրել։ Որտեղ դրա խնդիրը չկա, նպատակը չկա։ Այսինքն այսօր Հայաստան հստակ ասում է, որ իր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը։ Դա փաստ է, դա ապացույց է, որտեղ այն ինչ գրված է մադրիդյան սկզբունքներում ընդհանուր հաշվով նախագահներն են հայտարարեցին երկու անգամ, այո, մեզ համար դա ոնց որ թե ընդունելի է որոշակի իմաստով, գոնե դրա հիման վրա բանակցություններ վարելու համար։ Մինչդեռ այս առումով Ադրբեջանը ինքը ունի ապակառուցողական դիրքորոշում եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վրա ճնշելու լծակների իսպառ բացակայություն կարող է, որտեղ նա ճնշման որևէ լծակ չունի Ադրբեջանի վրա։ Մինչդեռ Եվրոպական միությունը ունի բավականին լուրջ լծակներ ճնշելու համար։ Դուք կարծում եք, որ Մոսկվան հեշտությամբ կզիջի Բրյուսելին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես։ Գիտեք, միգուցե ոչ հեշտությամբ, բայց ուղղակի այլևս այլ հնար չունենալով ելք չունի ուղղակի։ Ինչի որտեվ ինչ եղավ։ Եմեն եւ Միացյալ Նահանգները ասին Ռուսաստան, դու պնդում ես, որ Հարավային Կովկասը քո պատմական ավանդական ազդեցության ոլորտն է, գոտին է։ Խնդրեմ լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ապացուցի ամբողջ աշխարհին, որ Հարավային Կովկասում դու ունես երբեմնի քո ազդեցությունը։ Եվ մենք ընդունենք սա։ Մենք ուզում ենք, որպեսզի լուծվի այս հակամարտությունը։ Բնականաբար Ռուսաստանը ինքը լինելով ավելի կայսերապաշտական եւ իր ժողովրդի առաջ մի քիչ պարտավորված լինելով ցույց տալ իր համաշխարհային հեգեմոնիայի այդ էլեմենտները գնաց այդ քայլին եւ 9 անգամ տապալեց բանակցությունները դրանով իսկ ամբողջ աշխարհի արչեւ ապացուցելով որ ինքը այլևս չունի Հարավային Կովկասում այդ ազդեցությունը եւ հիմա այլևս ինքը չի կարողանալու ընդդիմանալ արևմտյան որևէ process-ի քանի որ իր ռեսուրսը սպառված է մանավանդ Քեթրին Էշտոնը եւս ինչ որ մի հստակ ժամանակ է մատնանշել որից հետո Վարշավայում կայանալի կարևելյան գործընկերության գագաթաժողովը ֆիքսվեց որ ակնկալում են առաջընթաց Հիմա թե դա կլինի մակում կայանալի այդ ուրեմն վեհաժողովի ժամանակ կամ կլինի արդեն նիզոշին Վարշավայում կայանալի կարևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ այնուամենայնիվ Եմեն կստանձնի շուտապույտ նաև փոփոխություն եք տեսնում ես սպասում եմ ուղղակի լավատես եմ զուտ այն իմաստով որ առաջիկայում սպասվում են ընտրություններ Հայաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև համանախագահող երկրներում եւ եթե հիմա այս 1-2 ամիս չօգտագործվեց, ապա եւս 2-3 տարով հետ կգնի process-ը։ Դրա հնարավորությունը արևմուտքը այլևս չունի։ Եվրոպական միությունը ժամանակ չունի այլևս սпасելու, որպեսզի կա ինչ-որ մի պատեհ հնարավորություն եւ Եվրամիությունը իր դերակատարությունը ունենալու Մինսկի խմբի համանախագահների Ես կարծում եմ որ իմ կարծիքով այսինքն իմ դիտարկմամբ քանի որ ծանոթ եմ Եմեն ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման հիմնական սկզբունքներին եւ process-ներին Եվրամիությունը կհամակարգի խաղաղության մեծ համաձայնագրի մշակման աշխատանքները չի մասնակցի համանախագահները Համանախագահները իրենց առաքելությունը կավարտեն իմ կարծիքով հիմնարար սկզբունքների հաստատումով Դրանից հետո արդեն կպատվիրակվի այդ ամբողջ լիազորությունը գործառույթը խաղաղության մեծ համաձայնագրի մշակումը Եվրոպական միությանը։ Այսինքն հիմնարար սկզբունքները կստորագրվեն, որից հետո ձեզ ամբողջությամբ իմ կարծիքով կլինի այդպես կարգավորման կգնա Եվրամիությանը։ Միացյալ Եվրամիություն, որքան տանդեմային այսպես համագործակցությամբ կարող են այստեղ։ Իմ խորին համոզմամբ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի կարողանում ունենալ համաշխարհային մոտիվացիա ներգրավման համար։ Ինչպես հիմնավորի, որ ինչն է իր շահը, ինչու է փորձում ակտիվացնել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Առնչվում էր Եվրամիությանը։ Այո, որ հիմա իմ կարծիքով Հիմա իմ կարծիքով ԱՄՆ-ն կցուցաբերի կառավարական կեցվածք Հարավային Կովկասի եւ պատվիրակելով իր ամբողջ ունեցած ֆինանսական, տնտեսական, աշխարհակաղակական եւ որոշ դեպքերում աստված մի արասը ռազմական ռեսուրսը Եվրոպական միությանը ասելով որ խնդրեմ լուծիր այս հարցը այս ամբողջությամբ թե ոտնիկունք պաշտպան Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ընդհանրապես հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավմանը մշտապես բացասական այսպես վերաբերմունք է դրսևորել Պարսկաստանը Իրանը ինչ կարող է անել եւ ինչ քայլերի կարող է դիմել, եթե այսպես գործնական փուլ մտնի կարգավորման գործընթացը հատկապես ազատագրված տարածքների խաղաղապահ ուժի տեղակայման առումով։ Սա իրական լուրջ խնդիր է, որովհետեւ այսօր քննարկվում է 2-3 խաղաղապահ առաքելություններ, դա ՄԱԿ-ը, առաջինը, երկրորդը դա ՆԱՏՕ-ն
Երրորդը ամենայն հավանականությամբ ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության շրջանակներում ստեղծված արագ արձագանքման ջոկատների միջոցով։ Եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, ապա այնտեղ կա թուրք զինվոր եւ այնտեղ կա ամերիկացի զինվոր, որին դեմ են Հայաստանը եւ որին դեմ է Իրանը այս պարագայում։ Եթե գնում է ռուսական առաքելություն, հապկի շրջանակներում, ապա դրան դեմ է Ադրբեջանը, դեմ է Եվրամիության եւ Միացյալ Նահանգները, բայց միգուցե նաեւ կողմ է Հայաստանը, բայց դեմ է նաեւ Վրաստանը։ Իսկ Եվրամիության պարագայում ոտոդե կողմ են բոլորը։ Նաև Իրանը, որքան դա չէ, ինչի պատասխան։ Հատկապես այն երկրները, որոնք ընդհանրապես ներգրավված չեն հակամարտության կարգավորման գործում, ասենք նույն Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, եթե չեն մասնակցում խաղաղապահ առաքելության մեջ եւ չեզոք երկրների ներկայացուցիչներն են ներգրավում, ինչպես կարգավորման նաև փիլիսոփայությունն է ենթադրում։ Հետաքրիր է ինքը ստացվում ուղղակի, որովհետեւ Ռուսաստանը ինքը շատ մեծ կախվածություն ունի Եվրոպական միությունից։ Որքան դե որ ինքը փորձի հոխորտալ, որ գազային մոնոպոլիզմ, աշխարհակաղակական լծակներ ճնշելու համար Եվրոպայի վրա, այնուամենայնիվ ռուսական տնտեսությունը ամբողջապես կախված է արևմտյան կապիտալից։ Եվ հաշվի չառնել այդ իրողությունը եւ պնդել, որ կգնա Ռուսաստանը արճակատման Եվրոպական միության հետ Հարավային Կովկասի համար, ես կարծում եմ դա այդպես չի, կլինի ավելի մեղմ մրցակցություն, կփորձեն միմյանց համոզել իրենք։ Կլինի առևտուր, որի առևտուր, այո, ես կարծում եմ, որ Հարավային Կովկասը դա հենց այն տարածաշրջանն է, որտեղ կարող են իր հետ աշխատել Ռուսաստանն ու Եվրոպական միությունը։ Հետաքրքիր բան է, որովհետև եթե կարողացանք այդ գազային տրանզիտը ապահովել, ապա Նաբուկոին կարող է նաև միանալ հարավային հոսքը, որը Ռուսաստանն առաջարկում է որպես հակակշիռ Նաբուկոին։ Իսկ ինչու դրանք իրար հետ չմիա, իհարկե այդ դեպքում արդեն ստացվում է ինչ-որ մի պլատֆորմ, որտեղ իրար հետ աշխատում են Ռուսաստանը եւ Եվրոպան։ Եթե այդ ոլորտում լինի հնարավոր համագործակցություն, քաղաքական դաշտում եւս ավելի մեծ տիրույթ կարող է առաջանալ Ռուսաստանի եւ Եվրամիության միջև համագործակցության։ Իսկ ինչու Իրանը կողմ կլինի, որովհետեւ այստեղ ՆԱՏՕ-ի զինվորների բացակայությունը եւ ռազմական հիմնարար բազայի բացակայությունը, քանի որ ԵՄ արագ արձագանքման ջոկատները դրանք զուտ ցամաքային ուժեր են, որոնք ապահովում են խաղաղապահ առաքելությունը, ոչ տված չեն ծանրահրետանիով, հրթիռային զենքերով, օդուժով, դա արդեն վտանգ չի սպառնում Իրանի համար, եւ նա ուղղակի կհամաձայնվի վստահելով ընդդիմելու Թուրքիայի զինվոր, չնելու Միացյալ Նահանգների եւ Կանադայի զինվոր։ Դա զուտ ԵՄ 27 անդամ երկրների ազգային բանակների ձևավորված մի ինչ-որ զինված, այսինքն ռազմական խումբ, որը փորձ ունի Եվրամիությունը։ Ասենք զարգացումներին մեր ժամանակը սպառվել է, Արթուր, սիրով առաջիկայում եւս կհրավիրեմ, որպեսզի մինչեւ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Վարշավայում եւ մինչեւ հնարավոր թեժացումը եւս մեկ անգամ կհրավիրեմ մեր տաղավար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրներ Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, մնացեք բարյավ, կհանդիպենք։